Բարելույս սիրելիներս, բարելույս իմ լավ ժողովուրդ։ Ճիշտ ասած, մտադրություն չունեի նկարել, բայց որոշեցի ձեզ ցույց տալ իմ սալաթը կանաչ։ Կներեք ժողովուրդ ջան, զանգը եկա։ Իմ պատվերները, բասանուշկաները բոթասել էի պատվիրել, տեսնենք թե ոնց է ինչա։ Որոշեցի պատրաստել աղցան, սալատ, շուտ, աղցան չի կարելի սյան ասել։ Ուրեմն կանաչ սալատ, ձու, մի քիչ բող կարեցի վրան, ավոկադո, հիմա մի քիչ ռոքվորի պանիր և մի քիչ ընկույզ կանեմ մեջը։ Հիմա շատերդ կասեք Աննա, դա դիետետիկ չի, ամեն ինչն էլ պետք է ուտել չափի սահմաններում։ Եթե չունեք հորմոնալ խախտումներ, սիրելիներս, վարա, սա այսպես, մի քիչ ընկույզ և ոչ մի ձետ, ոչ մի բան, սիրելիներս, ոչ մի բան, միայն դուք սա հետո ուտում եք սոուսով։ Եվ ճիշտ ասած մտածեցի, որ ես ունեմ դդում, հիմա ջեռոցը միացրել եմ, երեկվա ճաշից կա, բայց ես կցանկանամ ուտել դդում։ Եվ գիտեք դդումը ոնց եմ պատրաստելու, դդումը պատրաստելու եմ սիսերով, սիսերով կանեմ, մի քիչ էլ ռոքվոր, սա այսպես։ Ամբողջությամբ այս աղցանը որ ուտես, էլ ուրիշ ոչ հիմա չես կարող ուտել։ Ուղղակի ես ամուսինս ունի կարտոֆիլը միս հաղացած, իսկ ես իմ համար կպատրաստեմ դդում։ Մի հատ հիմա լվանամ և անցնեմ գործի սիրելիներս։ Բարև ձեզ իմ սիրելի ժողովուրդ, բարև ձեզ ինձ արդեն հարազատ դարձած մարդիկ։ Որոշեցի դուրս գամ քայլեմ։ Այսօր մի տեսակ նոստալգիայի մեջ էի և ոչ մի վիդեո վլոգ անելու հավես չունեի։ Քամի է դուրսը, բայց ես իմ մազերը մի քիչ կիսախոնավա։ Եվ գործեր արեցի, կամած, տան գործեր, նկարներս էի նայում, վիդեոներն էի նայում ու հանկարծակի հիշեցի, որ մի տարին, իմ ծննդյան տարեդարձի մի տարին անենց արագ անցավ, որ ես ուղղակի, գիտեք ինչ ես մի հատ հետ դառնամ, նենց արևեր երեխեք, այս եղանակն ինձ է սպասում, ես գնամ մի հատ գլխարկ դնեմ, որովհետև իմ գլուխս կցավա, իսկ ես հեչ հավես չունեմ, միգրեն ունենամ, որովհետև մազերս բավականին թացը դեր խոնավ է մազերիս մեջ, չեմ սիրում, որ գլուխը սառում է, մի հատ գլխարկ դնեմ ու գամ, շարունակեմ խոսալ ձեր հետ։ Ժողովուրդ ջան, ասում ով ալարի, ոչ գալարի, այս պարագայում իմն էր, որովհետև ես հեչ հավես չունեի, որ իմ գլխացավը սկսեր, ես ավելի լավա հետ դարա, որ հագնեմ բան, այդ գլխարկ դնեմ, մանավանդ ստեղնեց սկվազնյակա։ Վերջ ինչ որ է, նոստալգիայի մեջ էինք էլ, մտա նկարները նայեցի ու ես հանկարծակի զգացի, որ իմ ծննդյան տարեդարձը ոնց որ երեք լիներ, ատեն շուտ թռնել, որ թռավ տարին, ուղղակի ես ապշած եմ։ Այս վլոգը, որ դուրս կգա արդեն ինձ թվում է, վաղն է դուրս գալու, այսինքն իմ ծննդյան օրը, այս շաբաթ ես աշխատում եմ, բավականին բարդ ձևով, ամենաբանը շաբաթն է, լի, հետո արդեն մի շաբաթ աստված առաջ տղաս ու Կարլան կգան, ուզում էին գային, ասեցի չէ, շաբաթ նախ ես ինձ հարմար չի, որ գաք ես ձեզ չեմ տեսնելու աբսոլյուման, ավելավան հենց եկեք, որ չաշխատեմ։ Ու այս վաղը մայրիկի հետ, այսինքն արդեն 27-ն է, գնալու ենք իրար հետ ռեստորան, որ կանցկացնենք, հետո մի երկու հատ խանութ ունենք գնալու, գնանք այդ խանութ ու արդեն կգանք տուն սովորական ամյակա, ամենայն դեպս ես ասեմ դες, որ ես իմ ծնունդը միշտ սիրել եմ, երբեք չեմ ասել, ոյ, չեմ սիրում ծնունդ անել լավ չի սուտա, դա լավ բան չի ժողովուրդ ջան, սիրեք ձեր ծննդյան օրը, դուք ինքներդ ձեզ սիրում եք, այո, իհարկե սիրում եք, դուք կարճում եք կյանքից, իհարկե կարճում եք դրա համար, եկեք ձևականություն չանենք, բոլորն է սիրում են իրենց ծննդյան օրը և տարեդարձի օրը և թիվը և ամիսը։
Այ երեխեքը լնայք ինչ հրաշալի եղանակ է։ Չգիտեմ, էկրանից այն կողմ տեսնում եք, որքան գեղեցիկ է, չի երևում երևի, հա, այդքան լավ։ Այս ճանապարհը ուր են տանում ճանապարհները։ Սրանք իմ քայլելու ճանապարհն է, ես գնում եմ։ Այս ժամին դա այդքան չեմ բանանում, բայց մեկ-մեկ լինում այն մութ, որ արդեն մութն ընկնում է։ Մութն ընկել է, վախենալու եմ մենակ։ Սերժին ասում, Սեր, գնում եմ քայլելու, վախենում եմ, ասում հեռախոսդ վերցրա զանգի, ասում իհա մինչև զանգեմ, դեպքը արդեն կկատարվի։ Ասում դու լավ կանես, հեռուստացույց չնայես, արևա չէ դուրս եկե, բայց նենց լավ ցրտոտ արևա, էլի։ Այ ինչ լավ հրաշալի եղանակ է, մի քիչ վիտամին D ընդունեմ։ Ճիշտ ասած ալարում էի դուրս գայի, բայց ապուր պատրաստեցի Սերժի համար երեկոյան, կոչվում է սոխով ապուր։ Սոխով ապուր եմ պատրաստել Սերժի համար։ Սոխով ապուրը մեր պանր խաշն է։ Սկզբից այդ տերմոմիքսի մեջ որ պատրաստում ես, ինքն ասում է ինչքան 80 գրամ պանիր աղա, այնա հալածվող պանիրն է, էլի, կղիեղն է։ Հետո դնում ես մի կողմի վրա, հետո 500 գրամ սոխ, 30 գրամ զեյթունից այդ 20 գրամ կարակ, ես լվիվ զեյթուն եմ լսում, դր Սերժը կարակ չի սիրում, աղ պղպեղ, ինքն աղում է այդ սոխը, իսկ եթե դուք չունեք այդ ապարատուրան կտրատում եք, այսինքն խոշոր, ոչ թե բարակ, մանր չեք կտրում էլի սոխը, ու ինքը սկսում է արդեն 10 րոպե սոխառած լինել։ Հետո անջատվում է, կանչում է քեզ, նորից ես խառնում, մի հատ գտալով, նորից 10 րոպե ինքը սոխառած է լինում, հետո ավելացնում ես մի լիտր ջուր, 900 գրամ ես մի լիտր էլի, ավելացնում ես 1 բուլյոն, 10 գրամ ալյուր, կափարիչը փակվում է և գնում է եփվելու 20 րոպե։ Հետո դա ինչ են անում, վերցնում ես մի հատ փոքրիկ աման, հացը մանավանդ նրանք ովքեր Ֆրանսիայում են, մեծ են կլոր հացերը, ասես տալաշ, շերտ կտրում ես, մակասել է ինչ բառ ես օգտագործում, դնում ես մի քիչ աղացած պանիր, հետո երկրորդ շերտը, հետո աղացած պանիր, ու այդ բուլյոնը սոխով լցնում ես վրան ու գնում է ջեռոց։ Մե հրաշք, մե երջանկություն։ Բայց ես չեմ սիրում ասեմ ձեզ, իմանաք է։ Այդպիսի բան էր։ Դե լավ երեխեք ջան, անջատեմ, երաժշտություն լսեմ, ձեր հետ շատ լավ է, բայց կարող եմ ասել, որ ես ուշքս գնում ա, ես չեք պատկերացնում ամեն անգամ, որ տեսնում եմ, կան որոշ բլոգերներ, դες որ ես ազդում ա, բայց երեխեք ջան, եթե կնայեք ինձ մեղք եք, ինչ եք այսպես բռնում, այ այսպես բռնած գնում են, այսենց, սես բռնեք, այ այսենց, դաժը սենց, այս ծողիկից գնում եք, շատ էժան ծողիկ, ու այսպես տակից բռնում եք, ոնց որ իրար հետ խոսալով գնալ, Բոնջորնո, այ աստված իմ, այսօր Անահիտը բանա, նոստալգիայի մեջ է, ձեր հետ խոսում ա, բայց ուշքը միտքը ուրիշ տեղ կարոտում եմ ինձ, ես ինքս ինձ հաճախակի կարոտում եմ իմ քաղաքում, կարոտում եմ իմ երիտասարդությունը, կարոտում եմ իմ ամեն ինչ, հողը, ջուրը, կարոտում եմ դա անգամ են մեր տանջալի օրերը, որ պարապում էինք ամեն օր 3 անգամ գնդակի հոտը, դահլիճի հոտը, այդ գորգրոցը, այդ չեք պատկերացնում, երբեմն նենց ցանկություն եմ ունենում լացեմ, որովհետև թռնում է կյանքը ինչ արագությամբ և մնում է հիշողություն և նայում ես ալբոմը և ալբոմի մեջ կան մարդիկ, որոնք դեռ չկան, ձեր հետ չեն ու դրանից ավելի ես վատանում կներեք, շնորհոքս են հարցակվել, կապեցի շատ արտակարգ, լավ հավեսի ցուրտ, բայց արև, հուսով եմ, որ վաղն էլ լավ եղանակ կլինի, չեմ եք հասկացում, ջողում եք ենքան եմ ասում, չեմ կասկացում, վաղը երվի ձյուն ա գալի ծորոտ ես օրը։
մեքենա։ Ամայի չի էլի մեքենաները։ Այդպիսի բաներ դե լավ սիրելիներիս, անջատեմ մի քանի տեղ ունեմ զանգելու, հետո կմիանամ ձեզ։ Ժողովուրդ ջան, միապես տեսարանը նայեք։ Արդյոք սա չի հանգստացնում մարդկանց հոգիները, մարդկանց այդքան քայլում եմ ու տանջվում եմ, բայց մնում եմ նորից նույն թմբլիկ Անահիտը, գնդլիկ Բոկոնիկ։ Պատկերացնում եք երեխեք, բլոգի վերնագիրը գրեմ, գնդլիկ Բոկոնիկը։ Մեր փոքրիկ գնդլիկ Բոկոնիկը, Անահիտիկը։ Ինչ անենք, ասում ինչ անի հերս ու մերս, ճակատիս դա է գրած։ Մեկ էլ չեմ սիրում, որ շատ-շատերը կան ֆիզիկական այդ մարդու ֆիզիկականի վրա, որ մի քիչ գերեն, մի քիչ լցվել են, մի քիչ մարդ ես հիմա կլորիկություն ունեն, դնում են ու քննադատում են, как не люблю, ненавижу, мать родная, ռուսերեն նավել լավ այլ ստացում։ Մեկներս վերջեսի մեր հետևորդուներից է, ոնց որ չդեղացա ճիշտ ասած, գրել էր Տիկին Անահիտ, չաղացել եք։ Ասեցի ինչ անեմ, ճակատից դա է գրած, ասեցի բա դուք քանի կիլո ես, ասեց, ես այսքան եմ, 50 քանի կիլո եմ։ Ասեցի ինչ անեմ, սիրելիս, կողքս լինեի ճակատդ կպաչեի, իմ լավ սիրուն աղջիկ հետևորդուհի, ինձ թվում է երիտասարդ կլինես։ Դա կուլտուրա չի, երբ որ մարդուն, մանավանդ կնոջը, որ արդեն 60-ից անց է, մի քիչ գերանում ենք հորմոնալ խախտումների պատճառով, ասում են չաղացել ես։ Նույնն է, որը որ կուլտուրա չի, որ հարցնում են կնոջ տարիքը։ Եթե կինը չի ասում, տարիք չեն հարցնում։ Այսպիսի փոքրիկ կետեր կան, որը որ պետք է իմանաք։ Կամ մեկը ձեզ ոնց որ կանգնեցի, ոյ մոմո ջան, ես ինչ նիհար ես, չի կարելի։ Մի Աստված տարբեր լիքը մարդիկ, մեկը գերա, մեկը բարձրահասակ, մյուսը կար, մյուսը նիհար, մյուսը պրոբլեմատիկ, չի կարելի։ Դա ուղղակի իմ կողմից խորհուրդ, եթե կլսես խորհուրդս, կլսեք, շատ երիտասարդներ կան, մեկը մեկին ասում է, ես ճիշտ խոսող մարդ եմ, դա ճշմարտություն չի, դա անտակտություն է, սիրելիներս, երբեմն ձեր ասած ճշմարտությունը չակերտավոր, նենց է ցավացնում ու խոցում մարդու հոգին, որ այդ թուղթը ճմրթած թուղթը, ինչքան էլ ուղեք ինքը չի դառնում ուղիղ թուղթ, ճմրթվում է, զգուշ եղեք։ Կուկու, բարև ձեզ իմ սիրելիներս, բարև ձեզ իմ լավ ժողովուրդ, բարև ձեզ իմ հրաշալի թիմ, նախքան դուրս գալը, ուզում եմ անձամբ, ամբողջությամբ, ամբողջ աուդիտորիայի դիմաց շնորհակալությունս հայտնել ձեզանից բոլորիցդ, ձեր գեղեցիկ մաղթանքների համար, ձեր գեղեցիկ նամակների համար, ձեր գեղեցիկ խոսքերի համար։ Ես ուժեղ եմ, ես հզոր եմ ձեզանով, ես շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ նրա համար, որ դուք հարկ եք համարում և հետևում եք իմ ալիքը, շնորհակալ եմ նրա համար, և Աստծուց եմ շնորհակալ, որ դեռ կան լավ մարդիկ, և այդ լավ մարդիկ ամբողջությամբ մեր թիմում են, 8000 սիրելիներս, իմ լավ ժողովուրդ։ Ես ուրախ եմ, որ դուք էկրանից այն կողմ տեսնում եք Անահիտին, զգում եք Անահիտին, ճանաչեցիք Անահիտին, ճանաչում եք մի կնոջ, ճանաչեցիք մի կնոջը, ով որ ուղղակի հայկին է, որը ներկայացնում է Հայաստանը այս փոքրիկ գողտրիկ Ամայի գյուղում, այո, և ընդհանրապես ռեգիոնում և ընդհանրապես Ֆրանսիայում։ Ես ուրախ եմ և հպարտ եմ և հզոր եմ ձեզանով։ Շնորհակալ եմ մեր լավ հայերին, ովքեր ունեն լավ խոսք, ովքեր խելոք են, ովքեր խելացի են, ովքեր բանիմաց են։ Շնորհակալ եմ մեր հայ կանանց, ովքեր իրանց գործը թողնում են և նայում են մի փոքրիկ 20 րոպե, Անահիտ եկավ էկրանի առաջ, Անահիտին նայենք և սիրով եք այն անում։ Ես էլ եմ ձեզ ասում, սիրելիներս, ես ուրախ եմ, որ իմ մոտ որակ կա, ոչ թե քանակ։ Ես ուրախ եմ, որ այդ քանակը, այդ քանակի շատ քանակ ունեցողների մեջ հնարավոր չէ չլինեն վատ էներգիայով։ Երեկ ինձ մեկը մի բան ասեց և ես զգացի, որ դա ճշմարտություն էր։ Ասեց Անահիտ,
դու մի հատ մեծ բուր սենց կլոր էներգիա ես, որ չես թողնում, որ բացասականները մոտենան քեզ, ուրախ եմ, որ կա պատնեշ եւ այդ բացասականներին ես զգում եմ էկրանի հետևից եւ իրանք ընդհանրապես չեն մոտիկանում, ով էլ մոտիկանում է անմիջապես հեռանում է, շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ Աստծուց առաջինը, որ ինձ բերեց իմ ընտանիք, որ ես ունեցա լավ մայր, լավ հայր, լավ քույրեր եւ եղբայր։ Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ տվեց լավ ընկերություն, այսինքն ինքը իմ տեղը բան է անում, այդ ինչ են ասում, քրքրում փորփրում է պահում միայն լավերին իմ կողը, վատերին հանում է։ Շնորհակալ եմ դրա համար եւ շնորհակալ եմ բոլորիցս սիրելիներս։ Ես այսօր ուղղակի գնալուց առաջ որոշեցի մի թեթևակի ես նկարահանել իմ նոր հավաքածուի այս հրաշալի շրջազգեստը, որ ճիշտ ասած չէի կասկածի մտածում, որ կարող է իմ վրա լավ նստի, եւ ես ուրախ եմ, երբ որ մայրիկը եկավ, ասեց վաու, դա իմ համար մեծ գնահատական էր, մնացածը թողնում եմ ձեր վրա, ինչ ասեմ սիրելիներս, մեր մոտ արդեն 11:05 է պակաս, այսօր Անահիտը որոշեց թողնել իր մազերը գանգուր, քանի որ Անահիտը գանգրահեր է եւ ծնվել է այսօր, եւ թող գանգրահեր լինի, որպեսզի մայրիկիս հիշողությունների մեջ մնա Անահիտը գանգրահեր։ Դե ինչ սիրելիներս, ես համբուրում եմ ձեզ եւ վերցնում իմ հետ ճանապարհորդության, մենք գնում ենք մամայի հետ ռեստորան, իր սիրած ռեստորանն եմ տանում, ճանապարհին կմիանանք, շնորհակալ եմ եւս մեկ անգամ, ինչպես տեսնում եք, այս շրջազգեստը իմ նոր հավաքածուից է, ճիշտ ասած մի քանի բան փորձեցի, վատը չէր, ուղղակի ես մեջը ավելի վատ զգացի, մի գեղեցիկ կիսաշրջազգեստ հագա, նայեցի ինձ եւ հիշեցի հայրիկիս, Աստված հոգին լուսավորի, ասեցի հիմա ստեղ լիներ պապան կասեր, Անահիտ այդ կիսաշրջազգեստ այդ յուբկան հանի հա քեզ չի սազում, հագի տաբատ կամ ինչ-որ մի շրջազգեստ, որը որ ավելի գեղեցիկ կլինի։ Դե իմ սիրելիներս, ձեզ թողնեմ, գնամ հագնվեմ, փոխվեմ եւ գնացինք։ Համբուրում եմ ձեզ եւս մեկ անգամ եւ ձեզ շատ սիրում։ Սիրելիներս, ձեր Անահիտը շքան պատրաստեց որ գնա։ Այսօրվա իմ լուկը սա է, սև եւ ջինս, այս ջինսի տաբատը մի քիչ գոտին մեծ է, բայց ոչինչ։ Գնացինք սիրելիներս։ Ժողովուրդ ջան, նստեցինք մեքենա եւ ես մայրիկին հարցրեցի ժամը քանիսն է։ Ժամը, ժողովուրդ ջան, ժամը 11:11, 12:11, 1:11, 2:11 ծնվեցի։ 2:11 Երևանի ժամանակով։ Երևանի ժամանակով ժողովուրդ ջան, ваша Анahиточка четвёртая тумблик 5 կիլո 55 սանտիմետր։ Ծնվեց ձեր Անահիտը եւ մայրիկը ունեցավ, հայրիկն ու մայրիկն ունեցան 4-րդ աղջիկ, այո։ Եվ շատ ուրախ եւ շատ հպարտ։ Մամ ջան, ծնունդը շնորհավոր մեռնեմ արել։ Ապրես մեռնեմ ջան։ Անչափ շնորհակալ եմ այդ գեղեցիկ շատ լավ ուշադրության համար, գեղեցիկ խոսքերիդ համար։ Հպարտ անում եմ, որ կարողացել եմ Աստված ինձ պարգևել այդպիսի հպարտ, այդպիսի գեղեցիկ ուղեղով, այդպիսի շնորհալի աղջիկ, որ դու ես Անահիտ ջան, անձամբ քո մասին եմ ուզում ասեմ, բոլորն առանձին են, կարող են բոլորին առանձին խոսել, ասել, հպարտանալ եւ փառք Աստծո, որ կարողացել եմ, ինչը ամբողջ կյանքով պայքարելով կարողացել են կամուսիներով այդպիսի լավ երեխաներ դաստիարակել, հասցնել իրանց նպատակին, իրանց մեջ ներարկել սրբություն, սեր, համերաշխություն, միություն, ամենակարևորն է դա կյանքում։ Կյանքը, գիտեք ինչա, կյանքը բեմա կյանքը, մարդը դերասան է։ Դե ինչ սիրելիներս, ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Մնացեք մեզ հետ։ Ես գնել եմ մսեր այսօր։ Իմ մսերի տեսակները տարբեր են։ Մաման մենակ աղացածնից եւ ճաշինից գնեց։ Գնեց ճաշինից, հա, գնեց ճաշինից։ Ես գնել եմ աղացածնից։ Մի հատ ձեռքերս լվանամ, չնայած արդեն լվացել է, բայց ամեն դեպքում։ Ասեմ ձեզ, որ բավականին 700 գրամ եմ անում միշտ, չնայած աչկա չափով գիտեմ, բայց դնում ես այստեղ կշերքը, գիտեք ինչ եմ որ անում ես, ուրեմն ինչ եմ գնել, իս թվա ձեզ հետաքրքիր կլինի, այս ամբողջ տավարի միս եմ գնել, կարմիր միս, ոչ թե որդի, եւ գնել եմ 6 կիլոգրամ աղացած միս, 6 կիլոգրամ, այո, 6, բայց դուք տիքետ դունել, ես ինձ հետաքրքիր է, դեք ինչը որ ինչ անել, որ դեզ ասեի,
6 կիլոգրամ աղացածնից գնել եմ, ուրեմն, սա դնենք ես կողմ վրա, 5 կիլոգրամ ճաշիմիս, գնել եմ ֆրանսիական մսեր, որը որ մենք ուտում ենք, այսինքն ես մենք չէ, որ ասենք Դավիթենք են գալիս, նրանք շատ են սիրում են այս տավարի չարախաճը, որը որ այս մի հատը մի 4-5 հոգու հերիքա, լավ կարակով և ձետով, հեսա որ գա Դավիթենք այս շապատ չեմ, նույն շապատ գալիս են, շապատը, որտեղ ինքը ես տախ աշխատում է, շապատ կիրակի ուսպատը, իսկ Դավիթն ու Կարլան, այստեղ ցեցեր են հայտնվել, շոտը мне не нравится, բայց չեմ կարծում ամեն ինչը փակ վիճակում է, և մի շապատ, ասեցի մի շապատ կգա, Ծննդյան տարեդարձի համար էի գնալ, չթողեց ասեցի, չէ, ես ոչինչ չէի հասկանա իրանցից, որտեղ աշխատում եմ։ Գնել եմ ուրեմն ֆիլեները, ոնց է կոչվում, ֆո ֆիլե, շատ լավ կտորներ են, սրանք տավարի 6 կտոր եմ գնել, this is comfy, հա։ Չէ բեր կշղել։ Ոնց են անում սա, Սա 1 կիլո 600 գրամ, սա, տղան ասես 1 կիլո 5, 1 կիլո 5, իհան 3 կիլո իրար հետ, 6, 9, 5, 14, սա տեսնեմ իշքան է, ժողովի, արմին գնացել է, մաման ասեց, անայի տարում գնացի ոչինչ, ճանուց ավելինի, սա ինչ է 2 հատ, ստեղ, ինչ է ստեղ գնում, ժողովի կան, ես չեմ հուշում անգամ, ավի, Ես գնել եմ բասկոտա կոչվում, երեխեք չգիտեմ այս մասը որ մասն է, շատ արտակարգ միս է, ես սա չեմ կտրում, որովհետև հենց սենց են խորովածի համար է սա շատ լավ, սա ուրեմն 1 կիլո 100 գրամ, այսինքն 1 կիլո լավ գրեք, ինչքան է 14-15 և բասկոտը ինչքան է տեսնենք հլը, Իսկ հիմա բասկոտը մի կիլո բասկոտը կլինի։ 16 կիլո միս եմ գնել, պաժալստը։ 16 կիլոն 190, 200 եվրո։ Որտև կային մսեր, որ կիլոն 16, իսկ ես գյուղում, որ գնում եմ, դե բնականաբար ես գյուղի ժողովուրդներն եմ աշխատացնում, բավականին թանկ չի։ Գիտեք, կարող եք գնել 14 եվրո ամբողջ sense տարբեր խառը մսեր։ Բայց իրանց միսը, չգիտեմ, չորոտ է, իսկ ես խանութից, որ ես առնում եմ, գնում եմ, պարդոն առնել չեմ սիրում ես վարը, ավելի լավ միս է գալի։ Հիմա եկեք սենց անեմ սիրելիներս, քանի որ իմ համար ավելի հեշտ է, այս կտորները ես դնեմ արդեն սառնարան, սկզբից հետո նոր աղացած միսը մի քիչ դժվար է, որտեղ պիտի տափակացնեմ 700 գրամով, հիմա ես 3 լիտրանոց բացեմ մի հատ, 3 լիտրանոցի վրա գրենք, ուրեմն, ինչտա սա կոտը de bœuf, բըվ, մեկ, առանձին եմ դնում, պատկերացրեք, որ ես չգնայի քայլեի, որ եկան հենց հոգնած էի, որ կարողա նստեի ու չգայի դասավորեի, ասեի մի քիչ նստեմ հանգստանամ հետո բան, նո, ասեցի ամենաճիշտը Անահիտ դու գնաց քայլես, գնացի իմ 3-4 կիլոմետրը քայլեք չեկա, հիմա մեկը տեսնից կասես ասեցի, հետո լավ է, ամուսինս Սերժը տաններ, իջացրեց ամբողջ վեշերը, հիմա ես սա գեղեցիկ ձևով գնեմ այս պակետի մեջ, ցերականի, ժողովուրդ ջան, Նախքան ես ամեն ինչ անել եմ, ներող եղեք ժամը 6-ն է ես դեռ ոչ բլոգ եմ հավաքել, ոչ էլ ձեզ պատասխանել եմ, որովհետև բավականին զբաղված լինելու պատճառով, այսօր երեկոյան ես կպատասխանեմ բոլորիդ, ոմանց պատասխանել եմ, շատ շնորհակալ եմ, շատ զգացված եմ, որ դուք հիշել եք, որ դուք իմ ծնունդս շնորհավորում եք, ինչ ասեմ, առանց ինչ-որ մի ձևականության եմ ասում, որովհետև Իմ մոտ դուք ձևականությունը դա իմ համար չէ, ես մեկը ասեց իմ քիչ հաստ կտրի, իմ բրնես բարակ կտրի, սա
Սա գնում է այստեղ։ 1 կոտը դու բրտը գնաց, հիմա սա սե ֆոֆիլե, քանի հատ է, ես երևի գիտեք ոնց կանեմ, երկու հատով կանեմ ֆոֆիլեն, բայց գիտեք մտածում երկու հատով անեմ, ախը ես ու Սերժը մենակ ենք, ինչ անեմ, միլիտրանոց քիչ կա, միլիտրանոց քիչ ունեմ, ես պիտի զգուշ լինեմ, որտեղ միլիտրանոցները ուզում աղացած միսը դնեմ, եկեք սենց անենք, երեխեք, սրանց մեջ տնեմ, ֆոֆիլե, Filet bœuf. Voilà. Quel filet là? Filet de bœuf. Bœuf. Voilà. Filet là, ici, les papuk misna. Եկեք սենց անեմ, մտածում եմ երկու հատ որ հանեմ, ես ու Սերժը որ լինում ենք, ասենք ուզում ես մի հատ բացես, գիտեք ինչ, ասեմ ես ու ամուսինս մենք այդքան միշտ չենք ուտում, բայց ոչ երկու հատով կդնեմ, այսպես իրար կողք կդնեմ, պետք լինի մեջտեղից կկտրեմ, կամ երկու հատը հանում ես, հետո սա մեկ, չեմ կարող ձեռնոց հատվում, շունչս կտրվում է։ Ահա եւ իմ առօրյան, շտապ զանգ եւ ես տանից դուրս եկա։ Ամենակարևորը, որ կարողանաս օգնել ինչ-որ մեկին։ Թողեցի գործերս կիսատ, ոչինչ, գործը չի փախնի, հետ կդառնամ եւ նորից կշարունակեմ։ Սրանով ուզում եմ ավարտել իմ վլոգը, այսօրվա վլոգը։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ամենալավը եւ ամենակարևորն ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մաղթանքների, ձեր գեղեցիկ շնորհավորանքների համար։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ սիրելիներս ասում, պակա-պակա։